Քարահունջում թնդած զուռնան զրնգած սար ու ձոր, հյուրընկալ Գորիսը համեղ ուտեսներով, թթիողիով, իր բարիքներով առած սուփրան փռեց, հյուրասիրություն կազմակերպեց, հրավիրելով ծանոթ անծանոթների, ընկեր բարեկամների, Հայաստանի եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի, փռեց սուփրան, թթիողիով բաժակ բարձրացրեց ու խմեց աշխարհի բոլոր հայերի կենացը, հայ ազգի զինվորի ու հայոց անսասան սահմանների կենացը, վստահեցնելով, որ անփոխարինելի է Զանգեզուրի զարդ Գորիսը ու տարբերվող Գորիսեցու տեսակը։ Դուք ծանոթ եք մեր գյուղին, ուր ծիրանն է հասնում ջուղին, ուր կտրին չիրն է քաղցրանում, ուր հոտը սարն է բարձրանում, ուր փեշի տակ մեր գյուղի տան կտրի նստած հացի ձայն են տալիս իրար հերթով եւ գյուղամեջ գալիս խմբով։ Գորիսի 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարահունջ բնակավայրում այս տարի 4-րդ անգամ կայացավ թթի փառատոնը, որի մեկնարկը տրվեց մրցութային թութ թափելու արարողությամբ, ուր բոլորը հաղթող ճանաչվեցին եւ արժանացան մրցանակների։ Թթենիների տակ բացվեցին տաղավարները, Գորիս համայնքի բնակավայրերը ներկայացրին իրենց ավանդական ուտեստները, սեղանները զարդարեցին հարիսան ու որոտանի ձուկը, ժանգյարով հացն ու վերիշենի թանը, տեղում թխված լավաշն ու ձկան տոլման։ Մանարազիկից, մերգետի, ձավարա, բրինձա եւ համեմունքներ, խառը համեմունքներ, շարքերով շարում են հերթականությամբ, յուղ ավելացնում շերտ, միջև կասայից, ասենք մի 5-6 ցանցի ներքև, հետո խմորով լավ փակում են բերան լավ փակում են, ու դնում են են մարված կրակի մեջ, մոխիրի մեջ։ Թթի փառատոնը կազմակերպել էր Գորիսի համայնքապետարանը Արենի փառատոն հիմնադրամի հետ համատեղ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ տեղի ընտրությունը կատարվել էր մի քանի կարևոր հանգամանքներ հաշվի առնելով։ Ինչու ենք հենց այստեղ ընտրել։ Այստեղը հենց ինքը կանչում է, այստեղ հոգի կա, այստեղ ավանդույթ կա, մշակույթ կա, ժառանգություն կա։ Իսկ նման միջոցառումներն ընտրելիս հենց առաջին չափանիշը հենց դրանում է կայանում։ Տեղի ընտրությունը պայմանավորված է նաև տեղական նախաձեռնությամբ։ Գորիս համայնքը միշտ եղել է նախաձեռնող, բնակչությունը, տեղական ինքնակառավարման մարմինը, քաղաքապետարանը, քաղաքապետը միշտ եղել են աջակից նախաձեռնող, ակտիվ եւ դրա համար էլ այսպես համով հոտով գեղեցիկ միջոցառում է ստացվում։ Քանի որ 4-րդ տարին դա 4-րդ անգամ ենք անցկացնում ու ցանկացած գործ, ցանկացած բան, եթե հաջորդը նախորդից լավը չի լինում, նշանակում է անիմաստ է շարունակել։ Մեր այս պարագայում դա հաստատվեց, որ ամեն մի տարի, ամեն մի միջոցառում նախորդից լավն է եւ տեղը գտանք։ Քանի որ թթի փառատոն առանց թութ թափելու, առանց թթաստանում գտնվելու անիմաստ է։ Այդ առումով կայացավ եւ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ լիքը մասնակիցներ ունեցանք ու այդ մասնակիցների աշխարհագրությունը մեծ էր, ամբողջ աշխարհից։ Այսինքն փառատոնը որպես այդպեսին կայացավ։ Նախատեսված ավանդական ուտեստների համտեսից բացի կազմակերպվել էր ցուցահանդես վաճառք, տարբեր տեղերից Քարահունջ եկածները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները, պատրաստված մուրաբաներն ու այգու բարիքները, մի շարք կազմակերպություններ էլ իրենց արտադրանքը փորձարկեցին տեղում։ Օրվա բրենդը թութն ու թթիողին էին, ներկաները վայելեցին թութը, տեղում թորված թթիողիով զնգացին բաժակները, օրհնեցին օղի քաշողին, երգեցին, կատակեցին ու նաև Այանամոտ էլի խմել հարբել ես, այս աշխարհում մեր պատիվը գցել ես, Այանամոտ էլի խմել հարբել ես, այս աշխարհում մեր պատիվը գցել ես, թող դու դառնա քեզ սպանի հարավը, որ դիմանա կնիկ շարմաղը։ Գորիս բնակավայրի Քարահունջում տոն էր, ուրախություն էր, համատարած ժպիտ ու համերաշխություն էր, մանկան զրնգունձի ծախ ու խաղաղքուն էր, երիտասարդների պար ու ջերմություն էր։